Այսօրվա մեր հյուրն են Վայոց Ձորի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի սենպայ մարզիչ Սամվել Մնացականյանը։ Խնդրեմ, ներկայացրեք, ինչպես սկսեցիք դուք զբաղվել կարատեով։ Բարև ձեզ։ Ես կարատեով զբաղվել եմ դեռ վաղ տարիքից 10 տարեկանից սկսած մարզվել եմ։ Դեռ այն ժամանակ մարզվել եմ Վայ քաղաքում, սենպայ Սարմենի մոտ, ներկայումն արդեն սենսեյ Սարմենի մոտ։ Մինչև բանակ գնալս մարզվել եմ, իսկ ընթացքում տեղափոխվել եմ Երևան, մարզումները շարունակել եմ Երևանում, բանակից հետո վերադարձել եմ, ոճային փոփոխություն եմ կատարել։ Այն ժամանակ պարապում էի շոտականի Սոնյու ոճը, իսկ բանակից հետո ոճս փոխեցի Կիոկուշին ոճը, որը իրենից ավելի պատրաստություն էր պահանջում, ավելի ֆիզիկական աշխատանք էր պահանջում եւ ավելի հարվածների ու տարբերությունը շատ մեծ փոփոխություն տվեց։ Պարապել եմ, իսկ ընթացքային արդեն հասկացա, որ ինձ ավելի շատ քաշում է մարզական աշխատանքը, քան մարզվելը, եւ արդեն 21 տարեկան, 22 տարեկանից սկսել եմ մարզական աշխատանքս դեռ Երևանում։ Դեռ 23 թվականից արդեն հրավերով բարեկամների տեղափոխվել եմ մեր մարզ եւ առաջի խումբը բացել եմ Վայ քաղաքում ու սկսել եմ մարզելը։ Ներկայում մենք մարզում ունենք 3 խումբ, Վայքում, Արենում եւ Արտաբան գյուղում։ Երեխեքները շատ մեծ սիրով մարզվում են ու պատրաստական են ամեն, չգիտեմ, մարզական բոլոր գործողություններին։ Մրցույթներ, հաղթանակներ ունեցել եք։ Իհարկե, ես դեռևս պարապում եմ շոտական ոճով, այս ժամանակ շատ տարբեր մրցաշարեր ենք մասնակցել, միջքաղաքային, միջպետական, անգամ միջազգային մրցաշարներ ենք մասնակցել։ Ունենք տարբեր մրցանակային տեղեր, առաջինից երկրորդ Եվրոպայի, անգամ մինչև Եվրոպայի փոխ չեմպիոն գնացել ասել եմ, բարձրացել եմ, բայց ընթացքային հասկացել եմ արդեն վաղ տարիքում մեծացած ժամանակահատվածում, որ արդեն մարզվելը իմը չի ու ավելի շատ կասել եմ մարզական աշխատանքի եւ փորձել եմ երեխեքին դեպի առաջ տանել ու ունեցել ենք արդեն տարբեր բնագավառնում արդյունքներ մեր երեխեքի ինձ ավելի շատ հետաքրքիր է երեխեքի արդյունքները, քան իմ արդյունքները։ Երեխաներին ինչ է տալիս այս մարզումները։ Նայեք, առհասարակ Կիոկուշինը տարբերվում է բոլոր տեսակ կարատեի տեսակներից, քանի որ այստեղ ամենակարևորը բարձրակարգը դա ֆիզիկական պատրաստությունն է, այստեղ հարվածները ռեալ են, երեխեքի հարվածները ամբողջովին իրենց մարմնի մաշկի վրա զգում են եւ ֆիզիկապես ավելի ամուր է դարձնում այս ոճը երեխեքի համար։ Ներկայում այս ոճը մեր մարզի ու առհասարակ մարզաբանակ բոլոր երեխաների համար շատ հոյակապ ոճ է, քանի որ ինքը արդեն երեխուն տալիս է շատ ֆիզիկական ամրություն, որը իրեն պետք է գալու հետագայում կապ չունի, չգիտեմ, կմարզվի այդ ոճով կշարունակի իր մարմունքները, չգիտեմ, մեծ մրցաշարեր է ոչ, բայց հատկապես այս իրավիճակում մեր ամեն ինչի երեխու այդ ֆիզիկական պատրաստությունը մեծ դեր է խաղալու։ Մեր մոտ մարզվում են ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները, տարբերություն չկա, էլի ուղղակի կասեմ մեծ նրբություն աղջիկների նոր շատ ծնողներ ու շատ մարդիկ մտածում են, որ այդ ոճը իրենց կտա ավելի շատ մկանային տեսք աղջիկների, բայց ասեմ, որ դա իրականում շատ մեծ սուտ է, որտեղ մեր մոտ պարապող աղջիկները կյանքում չեն կարող իրենք այդպես մկաններ արտահայտիչ ունենան, որտեղ իրենց եղած մկանները իրավի շատ ձգում եւ ամրացնում է, իսկ այդ ամեն ինչը իրենց տալիս է ավելի գեղեցիկ եւ հարթ մաշ։ Կարծում եմ կոփվում են առօրյայում տարբեր խնդիրներից պաշտպանվելու համար։ Իհարկե, միանշանակ, դա կլինի ինքնապաշտպանություն, կարատեն մարդու կյանքում տալիս է երկու մեծ դեր, դժվարություն հաղթարել, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական։ Շատ լավ աշխատանք եք կատարում, շնորհակալություն, որտեղ Ես եմ շատ շնորհակալ։ Որտեւ այսօրվա դարում այնպիսի դարում ենք ապրում, որ ցանկացած մարդ պետք է ունենա պաշտպանողական ռեակցիա, իսկ դա կարծում եմ կարատեն նամանավանդ Կիոկուշինը ավելի համարձակ կդարձնեն, մարդիկ կարողանան իրենց պաշտպանել։ Թեկուզև շատ հաղթանակներ ունենան, մրցումներ, բայց առաջնային դա մարդու անվտանգությունն է։ Միանշանակ, մեր մարզումները ինչպես բացի հիմնական մարզումներից տարբերվում, նաև երեխեքները սովորում են ինքնապաշտպանություն, որ իրենց կյանքում առօրյա կյանքում շատ պետք է գալու։ Բացի պարամունքից մենք անցկացնում ենք նաև մարզիչ ստան զրույցներ, որոնք երեխեքին ավելի, չգիտեմ, հանգիստ են դարձնում, ավելի պատրաստական են դարձնում, ավելի ամիջական են դարձնում։ Մեր նպատակը հիմնականում չէ, որ երեխաներին մենք պարապացնենք, մարզենք ու տանենք մրցումների, ոչ, դա երկրորդային երեխային կարելի ասել հարցը առաջնային հարցը այն է, որ երեխան իրեն ազատ զգա, ինչպես դալիճում, այնպես դալիճից դուրս, կյանքում կենցաղում ինքնավստահ լինի ու քայլի դեպի առաջ, այսինքն ոչ մի քայլ հետ չդնի, այսինքն այդ մարզումները բացի ֆիզիկական ամրություն տալուց, նաև պետք է հոգեբանական ամրություն երեխուն տարբեր բնագավառում իրեն լավ զգալու եւ առաջ գնալու համար։ Քանի որ երեխաներն են մեր վաղվա երկրի տերը, այնպես որ մեր աշխատանքը երեխեքի հետ պետք է լինի շատ ամրական, սկզբնական, որ իրենց տանք ճիշտ աստիճանություն, քանի որ նրանք են վաղը մեզ կառավարում, նրանք են վաղը մեզ պաշտպանելու, նրանք են լինելու վաղվա մեր տերը։ Լինեն իրենք մարդկային առաջնային, նոր հետո դառնան այդ մրցանակակիրը կամ գավաթակիրը։ Այդ առումով ինչ յուրահատուկ աշխատանքներ եք կատարում դուք։
Այդ առումով մենք մեր պարամունքները նայեք տարբերվում են տարբեր ոչի, նայեք կարատեն ինչով է տարբերում առանցանք մնացած սպորտերից։ Կարատե մենք պարապում ենք մի քանի ամիս պարապենք զուտ բայովա պարամունքներ ու հիմնականում երեխանք են մենամարտեն ու մի քանի ամիս այդպես պարապենք շատ հանգիստ մարզումներ։ Այդ ամեն ինչը երեխու հավասարակշռության մեջ մտնում է, երեխան հասկանում է, որ իր ուժը ամեն իրավիճակում պետք է կատարի համապատասխանաբար, ուժեղ հետ լինի ուժեղ, թույլ լինի թույլ։ Դա մեծ նշանակություն է տալիս երեխու համար։ Մեր սովորական մտ օրինակ վերեմ, այդ գոտին, որ մենք կապում ենք, մեր գոտու երկու ծայրերը պետք է իրար հավասար լինի։ Դրա խորհուրդ ինչ չմա կայանում։ Գոտիներից մեկը դա ֆիզիկական պատրաստությունն է, ֆիզիկական ուժն է, իսկ երկրորդը մեր հոգևոր ուժն է ու հոգևոր պատրաստականությունն է, այսինքն մեր մեջ պետք է հավասար լինի համ ֆիզիկականը, համ հոգևորը, այսինքն մենք կարող ենք մենք ցանկացած իրավիճակում կամ չնդակինի սպորտում, մեր ոչում կամ չգիտեմ առարայում կենցաղում պետք է մենք հավասարակշռված լինենք ցանկացած հարցում։ Դա կլինի, չգիտեմ, դպրոցը, տունը, դուրսը, ընկերները, հարազատները կամ չգիտեմ ուրիշ ոլորտ, այդ ամեն ինչը երեխուն փոխանցվում է ու երեխան պետք է պատրաստական պայքարի ու գնա դեպի առաջ։ Ձեր ամենափոքր եւ ամենամեծ երեխաները քանի տարեկան են։ Ներկան պահին մեր մոտ պարապում են 4-ից 5 տարեկան երեխաներ, ամենամեծը 16-18 տարեկան երիտասարդներ են, որոնք մարզվում են։ Տարեկային սահմանափակում չկա առհասարակ։ Ովքեր են ավելի լավ կարողանում յուրացնել այս պարապմունքները, մարզաձևը։ Ավելի շատ աղջիկները, իրականում աղջիկները տղաներից շատ ավելի պատրաստական են, ավելի համառ են, ավելի ոնց ասեմ, իրենք մարզումներն ուշադիր են ու ցանկացած տեխնիկա կամ տեխնիկական մարզում, որ իրանց այսպես աղջիկները ավելի շուտ են ըմբռնում ու ավելի շուտ են անում դա, քան տղաները նույն համակարգում են աշխատում։ Լավ չունենք լինեն 5-6 տարեկան, կամ 10-11 տարեկան, ոնց որ ամեն տարիքային է իր մարզումն է ստանում, քանի որ ավելի փոքրերը մի քիչ ավելի մեծ ծրագրով են աշխատում, իսկ մեծերը ավելի բարդ ու ավելի հագեցած ծրագրով են աշխատում։ Այնինչ ինչքան վաղ տարիքից մարզվեն, իրենց ավելի մկանները ավելի վաղ տարիքից սկսեն աշխատել ու ավելի տարինավոր փորձը իրենց ավելի շատ պետք է։ Ինչը իրենք սկսեն 5 տարեկանից 10 տարեկանում արդեն կունենան 5 տարվա փորձ, ինչ արդեն 10 տարեկանում կգան եւ 0-ից կսկսեն, էլի։ Այդ տարիների փորձը իրենց ավելի շատ մեծ բան է տալիս։ Պատկերացրեք առհասարակ սպորտը ու ոչ միայն կարատեն, այսպեսի մի բան է, նայեք, սերմը դուք եք, հողը այդ սպորտն է։ Սերմը տնկում են հողի մեջ, իրան պետք է համ արև, համ ջուր։ Ջուրը դա իր մարզիչն է, իր աշխատանքներն է, որ տալիս են, իսկ արև այդ մրցաշարներն է, մրցումներն է, որ ինքը գնում է, այսինքն սերմին աճելու համար ինչ է պետք, լավ հող։ Լավ հողից բացի պետք է ջուր, որ ինքը սնուցվի ու մեծանա, ջուրը իր մարզիչն է եւ իր պարամունքները, իսկ այդ արևը, որ իրան ջերմացնում է, որ ավելի փառթամ դարձնի, դա իր տարիների աշխատանքն է։ Ինչքան այդ ամեն ինչը հավասարակշռված լինի, ինքը այդքան ավելի շատ լավ կաճի ու լավ մեծանա։ Չէ, պետք որպեսզի ձեր աշխատանքը սենպայից դառնա սենսեյ։ Տարիների աշխատանք, պատրաստակություն, ֆիզիկական պատրաստություն, հագեցված մարզումներ, վերապատրաստումներ, որ կոչումը ավելանա։ Սենպայ նշանակում է ուսուցիչ, իսկ սենսեն նշանակում է վարպետ, իսկ վարպետին հասնելու համար դու պետք է աշխատես, ինչպես երեխեքի հետ, այնպես էլ ինքդ քո վրա քո մարզումներով ու քո պայքարով։ Ինչ եք պատրաստ անել դրա համար։ Ես դեռ աշխատում եմ դեր սենսեին հասնելու համար, դեռ ունեմ արդեն բավականին շատ ժամանակ, մոտ 3-ից 4-5 տարի պետք է ինձ որ հասնեմ սենսեի մակարդակին։ Բանկ ասեմ, ներկայում մեր երեխաները շատ մեծ պոտենցիալ ունեն սպորտի տարբեր բնագավառում, կապ չունի դա կլինի կարատե, թե այլ սպորտ, մեր մարզի երեխեքը, որտեղ մեր մարզի երեխեքը շատ պատրաստական են, շատ համառ են, շատ ուժեղ են ու իրանց համար տենց որ ասեմ, խոնսոնտոտ կա ֆիզիկական չէ, իրենք պայքարող են ու ձգտող են, բայց ուշադրությունը դեպի այդ ուղղությամբ, սպորտի ուղղությամբ առհասարակ շատ թույլ է ու կուզեի այդ առումով ոնց որ վերանային եւ ավելի պատրաստական եւ ավելի ամբողջական դարձնեն ամեն ինչը եւ ուշադրություն դարձնեն, էլի, քանի որ հիմա մենք ունենք շատ լավ սերունդ ներկայային մեր վայոց զորում, կապ չունի դա կլինի սպորտ, թե այլ ուղղություն, մշակույթ կամ չգիտեմ, ուսում, ուշադրությունը շատ թույլ է, էլի, որ ուշադրությունը շատ լիներ, մենք շատ տենց հայտնի ու լավ տաղանդավոր երեխեքին դեպի առաջ կարային տանենք։ Դուք ինքներդ ինչ եք պատրաստ անել դրա համար։ Ամբողջ ուժով ֆինանսական եւ տարբեր բնագավառում փորձում եմ երեխեքին տանեմ դեպի առաջ մրցաշարեր, մրցումներ, չգիտեմ, դիմեմ տարբեր կազմակերպություններին երեխեքին ֆինանսավորելու կամ համապատասխան գումարով ապահովելու, որ երեխաները մարզում են ու ավելի ոնց ասեմ, ավելի հարմար ու մատչելի մարզադահլիճում ավելի հարմար գումարով մարզում են, էլի ամեն ինչը մեծ դեր ունի։ Իսկ մեր մարզում այդ ամեն ինչը մեր երեխեքին շատ հարկավոր է։ Մենք չունենք համապատասխան կահավորված մարզադահլիճներ, չունենք մասնագիտացված այդպիսի վայրեր, որոնք մարզում են երեխեքը, բայց մենք դրա պակասը ունենք։ Դառնում դիմում տարբեր մարդկանց, տարբեր, չգիտեմ, հասարակական գործիչներին փորձելով ստանալ օգնություն երեխեքի համար, օրենք ենք շարժվում դեպի առաջ։ Հաջողություն լինի։ Ցանկանում եմ, որ ունենաք այդ ձեր մարզադահլիճը, մարզումները լինեն շատ հմտացված ձեր կողմից եւ ունենաք շատ մրցանակներ, հաղթանակներ ու ինչքան կարող եք վերելքներ ապրեք, ինքնապաշտպանողական ռեակցիան ամենաառաջինն է մարդու կյանքում։ Դրանից հետո
թող լինեն լիքը հաղթանակներ։ Այո, շատ շնորհակալ եմ, ձեզ շատ շնորհակալ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ Ուժ հոգեպես կամ ֆիզիկապես։ Ես ինձ այստեղ ավելի կստանում։ Մեր պարապություններն ասում են շատ բարդ, բայց միաժամանակ հաճելի։ Մեր մարդու շնորհիվ։